Հայաստանյան հանրության արձագանքը ծափաթաղի 3-ամյա Տիգրանի ողբերգական մահվան դեպքին չափազանց ուժեղ և համազգայն էր: Մարդիկ միահամուռ ցնցված են հասկանալու համար, թե ինչպես կարող է նման սարսափ տեղի ունենալ, որտեղ անմեղ մի փոքրիկ կյանք վերջնականորեն մարեց ընտանիքի ներսում ստեղծված խորը խնդիրների պատճառով: Փոքրիկ Տիգրանի մահվան լուրն անտարբեր չի թողել ոչ ոքի: Հասարակությունը, հասարակական գործիչները, հանրահայտ մարդիկ ու հասարակ քաղաքացիներն անմիջապես սկսեցին արձագանքել, փորձելով արտահայտել իրենց ցավը, զայրույթը և անարդարության զգացումը: Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրինակ հրապարակել է համացանցում լուսանկար, որտեղ կիսվել է իր կարծիքով. «Նենց եմ ազդվել փոքրիկ Տիգրանի դեպքի բացահայտումից, բառերս չեն հերիքում, որ արտահայտեմ բարկությունս, անարդարության զգացումը, էս ինչ էր», գրել է նա իր վրդովմունքն ու հուզմունքը փոխանցելով հանրությանը: Հասարակության տարբեր շերտերից մարդիկ նույնպես կիսվել են իրենց զգացմունքներով: Շատերը նշել են, որ նման ողբերգություններ ոչ միայն ցավալի են, այլ նաև ահազանգում են ընտանիքներում անտեսված խնդիրների, հոգեբանական բռնության և սոցիալական աջակցման բացակայության մասին: Քաղաքացիները սկսեցին խոսել այն մասին, որ պետությունը պետք է ավելի արդյունավետ համակարգեր ստեղծի երեխաների անվտանգության և խոցելի ընտանիքների վերահսկման համար, որպեսզի ոչ մի երեխա այլևս չհայտնվի նման վտանգի տակ: Քննարկումները չեն սահմանափակվում միայն սոցիալական ասպեկտով: Լրատվամիջոցները, հոգեբանները և իրավաբանները սկսեցին վերլուծել դեպքի հանգամանքները, հասկանալու համար, թե ինչպես հնարավոր եղավ, որ փոքրիկը հայտնվի նման ծայրահեղ իրավիճակում: Նրանք ընդգծում էին, որ այս ողբերգությունը պետք է ծառայի որպես խթան համակարգերի ամրապնդման, կանխարգելիչ մեխանիզմների ներդրման և ընտանիքների հզորացման համար: Այս միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը, չնայած ցնցվածությանն ու ցավին, ակտիվորեն մտածում է, քննարկում է, պահանջում է պատշաճ արձագանք դատական, սոցիալական և պետական մակարդակով: Հասարակության այս կույր բարկությունը և համերաշխությունը փոքրիկ Տիգրանի հիշատակին մի կողմից արտացոլում է հայ ժողովրդի բարոյականությունը, իսկ մյուս կողմից հստակ ազդանշան է, որ նման դեպքերը չեն կարող ու չեն մնա անպատիժ: Դեպքի շուրջ հասարակական քննարկումներն ու արձագանքները շարունակվում են: Մարդիկ պահանջում են պարզություն, պատասխանատվություն և բարոյական արդարություն, ցույց տալով, որ նույնիսկ ամենափոքր, անպաշտպան երեխաների կյանքն անտարբեր չի թողնում ոչ մեկին և որ հասարակությունը պատրաստ է համատեղ քայլեր ձեռնարկել կանխելու նման ողբերգություններն ապագայում: Ծափաթաղի ողբերգության շուրջ հնչող հիմնական հարցերից մեկն այն է, թե որտեղ էր պետությունը և ինչու չկարողացավ կանխել այս ողբերգությունը: Նույնիսկ եթե դեպքը տեղի է ունեցել ընտանիքի ներսում, պետության պարտականությունն է ապահովել երեխաների պաշտպանությունը, կանխարգելել բռնությունը և հոգալ խոցելի ընտանիքների երեխաների համար: Պետության ներկայության պակասի հնարավոր պատճառներն են կանխարգելիչ համակարգերի բացակայություն կամ անբավարարություն: Թեև Հայաստանում գործում են սոցիալական ծառայություններ, երեխաների պաշտպանության համակարգերը գյուղական համայնքներում հաճախ թույլ են: Ծափաթաղի ընտանիքումս տեղեկությունների եղել են խնդիրներ երեխաների խնամքի, առողջության, սոցիալական հոգացության առումով, բայց դրանք չէին հայտնաբերվել և համապատասխան ուշադրություն չէին ստացել: Գյուղական համայնքների առանձնահատկությունը: Փոքր համայնքներում սոցիալական վերահսկողությունը հաճախ հիմնվում է հարևանների և համայնքի վրա: Սակայն այս դեպքում անգամ հարևաններն ու մանկապարտեզի աշխատակիցները չէին նկատել վտանգի առաջացման կարմիր լույսերը, մինչև ողբերգությունը տեղի ունեցավ: Որոնողական աշխատանքների դանդաղ մեկնարկը: Ահազանգը ստացվել է միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն անհետ կորած էր: Քանի որ նախնական պահին եղել են միայն տեղական միջոցներ, նախնական որոնումները լիովին արդյունավետ չեն եղել: Խառը տեղեկատվություն և վաղ վարկածներ: Առաջին օրերին շրջանառվում էին վարկածներ, որոնք խճճում էին իրավիճակը, կասկածներ, ենթադրություններ, մայրիկի հնարավոր ներգրավվածության մասին կասկածելի կորստի վարկածներ: Այս ամենը կարող է անուղղակիորեն հանգեցնել որոնողական գործողությունների դանդաղեցմանը: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և փրկարար ծառայությունը կազմակերպել են զանգվածային որոնումներ, ներգրավել են հազարավոր աշխատակիցներ, ծառայողներ, կինոլոգներ,
անօդաչու թռչող սարքեր։ Հակասությունների և վարկածների դեպքում ոստիկանությունը պահել է դեպքի հանցագործության վարկածը, ինչը հանգեցրել է հանցագործության կասկածյալը ձերբակալվելուն։ Տարածքային միասնական սոցիալական ծառայությունը սկսել է գործել, որոշելու մնացած երեխաների պաշտպանությունը։ Նախաքննությունն ու դատաբժշկական փորձաքննությունները շարունակվում են բացահայտելու ճշմարտությունը։ Փոքր համայնքներում պետության ներկայությունը պետք է լինի ավելի ակտիվ սոցիալական, մանկական և առողջապահական ծառայությունների տեսքով։ Անմեղ փոքրիկների նկատմամբ վտանգի առաջին նշանները պետք է գրանցվեն և գործի դրվեն անմիջապես։ Հարևաններն ու համայնքի անդամները հաճախ են առաջինը տեսնում վտանգը, բայց առանց պետական աջակցության փոքր միջոցառումները միշտ բավարար չեն։ Կարճ ասած, պետությունը գործում է միայն այն պահին, երբ ահազանգն արդեն ստացվել է, իսկ ահազանգի և վաղ նախազգուշացման փուլում առկա խնդիրները բաց են թողնվել։ Սա ծանր հիշեցում է, որ համակարգերը պետք է ավելի պրոակտիվ լինեն, ոչ միայն ռեակտիվ, և որ փոքր համայնքներում սոցիալական, հոգեբանական և իրավական վերահսկողությունը պետք է ավելի խիստ աշխատի կանխելու նման ողբերգություններն ապագայում։